Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի կշեռքների 2026 թվականի կանխատեսումներից, ինչու չէ նաև կմանրամասնենք հունվար ամսվա նկարագիրը։ Սիրելի կշեռքներ, հունվար ամիսը ձեզ համար լինելու է բավականին հետաքրքիր, սիրառատ եւ բավականին դրական էներգետիկայով, որովհետև հաջորդող ամիսը արդեն փետրվարը լինելու է խավարումների ամիս եւ դրանով իսկ պայմանավորված հունվարը բավականին դրական կանցնի եւ այստեղ մենք պետք է ուղղակի տրամադրվենք։ Սիրելիներս, հունվարի 1-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ, որտեղ գտնվում են եւ Վեներան, եւ Մարսը, եւ Արևը, եւ նշանակում է, որ մոլորակների կուտակում կա ձեր 4-րդ ոլորտում, այսինքն այստեղ պետք է որ տան պատերի ներսում բավականին մեծ ակտիվություն եւ ջերմ մթնոլորտ տիրի։ Սիրելիներս, նշեմ նախ, որ Վեներա մոլորակը հանդիսանալով ձեր գլխավոր մոլորակը մինչև ամսի 17-ը լինելու է ձեր 4-րդ ոլորտում, իսկ դուք գիտեք, որ որտեղ Վեներան է, այնտեղ ձեզ համար ջերմ է, այնտեղ ձեզ համար հաճելի է, այնտեղ ձեզ համար գեղեցիկ է, իսկ Վեներան ձեր տանն է եւ նշանակում է տանը մինչև ամսի 17-ը կունենաք շատ հյուրեր, կունենաք ջերմ մթնոլորտ, միգուցե տան մեջ ինչ-որ բարեփոխումներ կկատարեք, ինչ-որ նոր տեխնիկա կգնեք, կփորձեք գեղեցկացնել ձեր բնակարանը եւ հաճելի մթնոլորտ կստեղծեք։ Բնականաբար ամանոր է եւ շատերիս տանն էլ կան հյուրեր, առավել եւս կշեռքների մոտ սա շատ հաճելի ժամանցի կվերածվի մինչև ամսի 17-ը, որից հետո Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 5-րդ ոլորտ, նշանակում է ամսվա 2-րդ կեսին արդեն երբ մոլորակները աստիճանաբար կտեղափոխվեն ձեր 5-րդ ոլորտ, ձեր գլխավոր մոլորակի գլխավորությամբ, այստեղ արդեն կշեռքների մոտ ակտիվանում է այն հարցերը, որոնք վերաբերում են երեխաներին, ինչու չէ նաև հնարավոր է սիրահարվածություն։ Դե եկեք ուրեմն հերթական քննարկենք։ Նշեցինք արդեն հունվարի 1-ին Մերկուրին մուտք է գործում 4-րդ ոլորտ եւ այստեղ լինելու է մինչև ամսի 20-ը, նշանակում է Մերկուրին բերում է ակտիվություն, շփումներ, հաղորդակցում, շատ հյուրեր, այստեղ անընդհատ շատ ինֆորմացիա կա ձեր տան պատերի ներսում։ Ամսի 3-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 10-րդ ոլորտում, սիրելի կշեռքներ, ինչ որ կարևոր իրավիճակ, ինչ որ կարևոր իրադարձություն կապված ձեր աշխատանքի, պաշտոնի, կարիերայի, ամուսնական կարգավիճակի հետ, այստեղ հունվարի 3-ին կամ նրա մոտակա օրերին կլուծվի այդ հարցը։ Հնարավոր է այստեղ անգամ ձեզ ամուսնության առաջարկ անեն կամ պաշտոնի բարձրացում լինի։ Ամսի 6-ին եւ 8-ին հետաքրքիր ուրեմն միություններ ունենք, սիրելիներս, նշեցի, որ մենք ունենք մոլորակների կուտակումներ 4-րդ ոլորտում եւ այս մոլորակներն արդեն միանում են իրար։ Ամսի 6-ին ունենք Արև-Վեներա միությունը ձեր 4-րդ ոլորտում, որը նշանակում է ինչ որ հաճելի իրավիճակ կարող է լինել ձեր տանը, ինչ որ մի կարևոր տեղեկություն կարող եք ստանալ ձեր հարազատի կողմից, ինչ որ հաճելի իրադարձության կարող եք մասնակցել կամ ձեր տանն է հենց այդ իրադարձությունը։ Իսկ ամսի 8-ին, սիրելի կշեռքներ, տեղի է ունենում Վեներա Մարսի միությունը։ Սրանք համարվում են հակառակ սեռի էներգիաներ ներկայացնող մոլորակներ եւ հանդիպելով 4-րդ ոլորտում նրանք շատ ներդաշնակ ասպեկտացիայի մեջ են եւ նշանակում է կշեռքների կյանքում ինչ որ կարևոր բան պետք է տեղի ունենա անձնական հարթակում, սիրելիներս։ Այստեղ եթե դուք միայնակ եք, կան բոլոր հնարավոր նախադրյալները, որպեսզի հանդիպեք այն միակին, բայց դա կլինի շատ մտերմիկ շրջապատում։ Ինչու՞ չէ նաև եթե դուք ունեք կողակից, ապա նրա հետ կարող եք պարզապես ամսի 8-ին շատ լավ ժամանակ անցկացնել։ Սակայն ամսի 9-ը այս առումով արդեն մի փոքր լարված է, ունենք Վեներա Յուպիտեր ընդդիմությունը, սիրելիներս, Յուպիտերը 10-րդ ոլորտում է եւ այստեղ հնարավոր է կոնֆլիկտային իրավիճակ ձեր կողակցի հետ կամ ձեր ղեկավարության հետ, այնպես որ ամսի 9-ին խուսափեք բանավեճերից։ Ամսի 17-ից արդեն Վեներան տեղափոխվում է 5-րդ ոլորտ, սիրելիներս, եւ ամսի 20-ին Վեներան 5-րդ ոլորտում միանում է Պլուտոնին։ Սիրելի կշեռքներ, երբ Վեներան միանում է Պլուտոնին, նշանակում է այստեղ ձեր գրպանը պիտի հոսեն
ֆինանսներ եւ այդ ֆինանսները տեսեք կարող են լինել ոչ միայն պարզապես գումարի տեսքով, նրանք կարող են լինել նվերների տեսքով, նրանք կարող են լինել գործնական առաջարկի, լավ աշխատանքի տեսքով, այսինքն այստեղ Վեներա Պլուտոնի միությունը ձեզ բերում է շատ դրական պլյուսներ կապված եւ աշխատանքի հետ եւ անձնական հարթակի հետ, ինչու՞ չէ նաեւ Պլուտոնը այստեղ կարող է ներկայացնել այնպիսի մի մարդու, որը որ ասենք մի փոքր ձեզանից տարիքով է, բայց ձեզ կարող է, ասենք, ամուսնության առաջարկ անել։ Սակայն ամսի 18-ին ուրեմն ունենք նորալուսին, մինչև ամսի 20-ը, ուրեմն ունենք նորալուսին ձեր 4-րդ ոլորտում եւ նշանակում է նորություններ են սպասվում։ Հունվարի 18-ից հետո հնարավոր է, ուրեմն տեսեք ձեր տանը մարդիկ ավելանան։ Ոչ թե հյուրեր գան, հյուրերն էլ չեն բացառվում, այլ ասենք ձեր տան անդամներից ինչ որ մեկը հեռվում էր գտնվում, վերադառնում է տուն, կամ ձեր տանը երեխա է ծնվում, կամ ինչ որ մեկը ամուսնանում է, արդեն իր կողակցի հետ պետք է ապրի, կամ նոր անշարժ գույք եք ձեռք բերում, կամ տեղափոխվում եք այլ բնակավայր, այսինքն ուրիշ տեղ եք տեղափոխվում բնակվելու։ Սիրելիներս, ամսի 18-ի այս նորալուսինը բերում է նորություններ, նոր հնարավորություններ։ Ամսի 20-ից արդեն Մերկուրին է տեղափոխվում 5-րդ ոլորտ եւ այստեղ աստիճանաբար տրամադրությունը գնում է դեպի 5-րդ ոլորտ։ Սակայն ամսի 20-ը նաեւ նշանավորվում է նրանով, որ ունենք շատ լավ երկու տրին ասպեկտացիաներ, նախ Մարս Ուրանի միջև, այնուհետև նույն օրը եւեթ Սատուրն Ուրանի միջև։ Հիշեցնեմ, որ Ուրանը դեռևս ձեր 8-րդ ոլորտում է մինչև ապրիլ ամիսը եւ ֆինանսական առումով ձեզ համար հաջող է այս ամսի 20-ի այս ասպեկտացիաները, այնպես որ ամսի 20-ին ուշադրություն դարձնեք, այս օրը կարող եք լավ աշխատանքի առաջարկ ստանալ եւ ֆինանսական ձեռքբերումներ կարող եք ունենալ։ Ամսի 23-ին արդեն Մարսն է տեղափոխվում ձեր 5-րդ ոլորտ, սիրելիներս, եւ սա նշանակում է, որ ակտիվություն, էներգիան տեղափոխվում է այնտեղ, որտեղ հաճելի է, եւ այստեղ տեսեք, հնարավոր է երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր լինեն, հնարավոր է նաեւ, ասենք, ձեզ աշխատանք առաջարկեն, որը դուք պետք է, ասենք, երեխաների հետ անմիջականորեն շփվելով կատարեք այդ աշխատանքը, կամ այստեղ նաեւ ինչու՞ չէ, ամսի 23-ից հետո հնարավոր է, որ դուք մտածեք ինչ-որ հանգստի մեկնելու մասին։ Ամսի 26-ին Նեպտուն մոլորակը, սիրելիներս, վերջապես լքում է ձեր 6-րդ ոլորտը, վերջին 13 տարիների ընթացքում նա եղել էր 6-րդ ոլորտում, այժմ տեղափոխվում է 7-րդ ոլորտ, չի ասի, որ սա շատ լավ է կշեռքների համար, իհարկե խոսեմ այդ մասին 2026 թվականի ընդհանուր միտումներում, սակայն նշեմ, որ Նեպտունը 7-րդ ոլորտից այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում, եթե համեմատենք Սատուրնի հետ, որը նույնպես պատրաստվում է փետրվար ամսին ներխուժել ձեր 7-րդ ոլորտ։ Սիրելիներս, Նեպտունը կարելի ասել երազների եւ ուրեմն իլյուզիաների մոլորակն է, այսինքն շատ հաճախ մենք մեր կողքի մարդկանց, տեսեք, մենք չենք պատկերացնում այնպեսին, ինչպեսին նրանք որ կան, մենք պատկերացնում ենք ինչպես մեր երազում, ինչպես մենք նրանց ենք պատկերացնում, եւ Նեպտունը տալու է ձեզ այդպիսի հատկություն, այսինքն ձեր կողքի մարդկանց ձեր արշինով եք չափելու, մտածելու եք, որ նրանք լավն են, բարի են, ձեր լավն են կամենում, ինչպես որ դուք եք, սակայն սիրելիներս դա այդպես չէ, որովհետև Նեպտունը շատ հաճախ տալիս է ցավոտ ասպեկտացիաներ եւ մեր վարդագույն ակնոցները հանելով մենք տեսնում ենք դառը իրականությունը։ Ամսի 27-29-ին նույնպես ունենք ուրեմն միություններ մոլորակների, 27-ին Մարս Պլուտոնի միությունն է տեղի ունենում 5-րդ ոլորտում, իսկ 29-ին Վեներա Մերկուրիի միությունն է 6-րդ ոլորտում, սրանք շատ լավ աշխատանքային ուրեմն ասպեկտացիաներ են եւ ամիսը կվերջանա բավականին դրական նոտայով աշխատանքային առաջարկներով։ Դե ինձ սիրելիներս այժմ խոսեմ 2026 թվականի միտումներից։
Բնականաբար առաջին իրադարձությունը, որի մասին ուզում եմ խոսել, սրանք խավարումներն են։ Տեսեք, խավարումները կախված են, թե որտեղ են գտնվում հյուսիսային եւ հարավային կետերը, իսկ սրանք արդեն տեղափոխվել են ձեր 5-րդ եւ 11-րդ ոլորտներ, սակայն 2026 թվականին դեռևս խավարումները կլինեն հիբրիդային, այսինքն խառը տարբեր ուրեմն տներում են լինելու եւ առաջին խավարումը մեծ մոտ սպասվում է փետրվարի 17-ին, սա արևի խավարում է լինելու ձեր 5-րդ ոլորտում, որը նշանակում է, որ երեխայի հետ կապված ինչ որ հարց է ձեր կյանքում առաջանալու, ասենք, երկար ժամանակ դուք երեխա չեք ունենում եւ փետրվարի 17-ից հետո իմանում եք, որ դուք արդեն ծնող պիտի դառնաք, կամ այստեղ ինչ որ շատ կարեւոր մարդ է հայտնվում ձեր կյանքում, սիրահարվածություն է սկսվում, որտեղ 5-րդ ոլորտը սա նաեւ սիրահարվածությունն է, անձնական հարթակն է։ Այստեղ նաև կարող է շատ կշեռքների մոտ սկսվել որոշակի ստեղծագործական ուրեմն աշխատանք, սիրելիներս, եթե դուք մինչ այդպիսի թեմաներում չկայք, այժմ հնարավոր է, որ փետրվարի 17-ից հետո, արևի խավարումից հետո ձեզ մոտ այդպիսի ցանկություն առաջանա կամ այդպիսի հնարավորություն ստեղծվի։ Հաջորդ խավարումը մարտի 3-ին է լինելու, սա լուսնի խավարում է, կրկնում է 2025 թվականի տրամադրությունը, այնտեղի ունենում ձեր 12-րդ ոլորտում, այսպիսի լուսնի խավարում մենք արդեն ունեցել ենք սեպտեմբեր ամսվա ընթացքում եւ եթե դուք հիշեք, թե ինչպիսի տրամադրություն եք ունեցել, ինչպիսի ինքնազգացողություն եք ունեցել սեպտեմբերին, ապա գրեթե նույնը կրկնվելու է մարտի 3-ի խավարման ժամանակ։ Ուրեմն հաջորդ ամառային խավարումները լինելու են օգոստոսի 12-ին, սա արևի խավարում է նույնպես ձեր 11-րդ ոլորտում է եւ նշանակում է օգոստոսի 12-ից հետո լրիվ նոր շրջապատ եք ձեռք բերում, միգուցե մեծ կոլեկտիվ եք մտնում աշխատելու, միգուցե on-line ինչ-որ հարթակներում եք գրանցվում, որպեսզի շփվեք մարդկանց հետ, կամ միգուցե ձեր բիզնեսն եք հիմնադրում on-line հարթակում։ Օգոստոսի 28-ին տեղի ունենում լուսնի խավարում ձեր 6-րդ ոլորտում եւ սա արդեն իրոք վերջին խավարումն է 12-րդ եւ 6-րդ ոլորտների վրա, սիրելիներս, հասկանում եմ, որ շատ կշեռքների մոտ միգուցե 2025 թվականը եղել էր որոշակի առողջական խնդիրների տարի, սա կապված էր եղել ուրեմն խավարումների հետ, որտեղ խավարումները ամբողջությամբ եղել էին այդ ոլորտներում եւ եթե դուք ուրեմն ինչ որ առողջական խնդիր եք ունեցել, ապա օգոստոսի 28-ի այս լուսնի խավարումը նույնպես կարող է վերջակետ դնել, բերել վերջաբան այդ խնդրին, կամ հնարավոր է, որ մինչ այդ ասենք դուք ինչ որ մեկին խնամում էիք, պահում էիք, ծանրաբեռնված գրաֆիկով էիք եւ աշխատում էիք եւ տանն էիք խնամում, մի խոսքով այստեղ օգոստոսի 28-ի այս լուսնի խավարումը կարող է վերջացնել այդ իրավիճակը։ Եվ հիշեցնեմ նաև, որ այդ ժամանակահատվածներում շատ ուշադիր եք լինում, որովհետև փետրվարի 17-ից մարտի 3 ունենք խավարումների միջանցք եւ օգոստոսի 12-ից օգոստոսի 28-ը նույնպես ունենք խավարումների միջանցք։ Այդ ժամանակահատվածներում փորձեք լուրջ, շատ կարեւոր ուրեմն ինչ որ գործարքներ չկատարել։ Երկրորդ կարևոր իրադարձությունը խոսելու են բարձր մոլորակների Նեպտունի եւ Սատուրնի մասին, որոնք 2026 թվականին տեղափոխվում են ձեր 7-րդ ոլորտ։ Այս սա կարևոր թեմա է, սիրելի կշեռքներ, որովհետեւ 7-րդ ոլորտը գտնվում է ձեր հակառակ կողմում, այսինքն ձեր կողքի մարդիկ են, ձեր ընկերներն են, ձեր կողակիցն է, ձեր սիրածեակն է, ձեր հաճախորդներն են, ինչու՞ չէ նաև ձեր թշնամիներն են։ Սիրելիներս, երբ Նեպտունն է տեղափոխվում 7-րդ ոլորտ, ես մի փոքր նշեցի արդեն, հունվարի 26-ից է տեղափոխվելու եւ 13 տարի լինելու է այստեղ, սա նշանակում է, որ մենք մի փոքր ավելի վարդագույն ակնոցներով ենք նայելու մեր կողքի մարդկանց, այսինքն լավ չենք հասկանալու նրանց էությունը, իսկ երբ Սատուրնն է տեղափոխվում, սիրելիներս 7-րդ ոլորտ, նշանակում է որոշակի դժվարություններ են առաջանալու այդ մարդկանց հետ շփումներում, եւ Սատուրնը տեսեք առաջացնում է խնդիրներ, սահմանափակումներ, դժվարություններ կապված կողքի մարդկանց հետ։ Եթե դուք սպասարկման ոլորտում եք, այստեղ հնարավոր է, որ Սատուրնը մի փոքր սեղմի ձեր հաճախորդների թիվը։ Եթե ասենք դուք ցանկանում եք ամուսնական կարգավիճակ ունենալ, այստեղ հնարավոր է Սատուրնը ձեզ
մի փոքր խանգարի, սակայն սիրելիներս, երբ կարողանում ենք հաղթահարել Սատուրնի դժվարությունները, հետո Սատուրնը մեզ մի լավ պարգևատրում է, այնպես որ փորձեք դիմակայել եւ փորձեք ձեզ ճիշտ պահել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Սակայն ամենակարևոր իրադարձությունը այս երկու գիգանտները ուրեմն միանում են փետրվարի 20-ին, սիրելիներս, սա շատ հազվադեպ երևույթ է, նշանակում է փետրվարի 20-ին ձեր 7-րդ ոլորտում ինչ որ կարևոր լուրջ իրադարձություն կարող է տեղի ունենալ կողքի մարդու հետ կապված, այնպես որ ուշադիր եղեք փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին ձեր շրջապատի, ձեր կողքի մարդու, ձեր սիրած էակի կամ ձեր հաճախորդների նկատմամբ։ Երրորդ կարևոր իրադարձությունը Ուրանի մասին եմ խոսելու։ Ուրանը ապրիլի 26-ին 2026 թվականին վերջնականապես տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ եւ այստեղ լինելու է մինչեւ 2033 թվականի մայիս ամիսը։ Սիրելիներս, 9-րդ ոլորտում Ուրանը իրեն ավելի լավ է զգում, քան 8-րդ ոլորտում էր, քան վերջին 8 տարիների ընթացքում էր եւ նշանակում է այստեղից ձեր նշանի հանդեպ, ձեր ասցենդենտի կամ ձեր արևի հանդեպ Ուրանը ուրեմն տրին է կազմում եւ նշանակում է տալիս է հնարավորություններ ավելի շատ դրական առումով, քան ցնցումներ եւ այստեղ օտար երկիր մեկնելու ծրագրեր կարող են ի հայտ գալ, օտար կազմակերպությունների հետ աշխատելու հնարավորություններ կարող են ի հայտ գալ, կրթվելու, զարգանալու այսպիսի հնարավորություններ կարող են առաջանալ մինչեւ 2033 թվականը։ Չորրորդ կարևոր իրադարձությունը խոսում եմ Յուպիտերի մասին, Յուպիտեր մոլորակը, որը համարվում է մեծ երջանկության մոլորակը, նույնպես տարին մեկ անգամ փոխում է իր նշանը եւ այս պահին գտնվում է ձեր 10-րդ ոլորտում, այնտեղ լինելու է մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը։ Նախ նշեմ, որ 10-րդ ոլորտից Յուպիտերը ձեր ասցենդենտի կամ ձեր արևի նկատմամբ կատարում է 90 աստիճան, այսինքն քառանկյուն եւ այնքան էլ նպաստավոր չէ ձեր նշանի համար, սակայն երբ տեղափոխվի հունիսի 30-ին 2026 թվականի ձեր 11-րդ ոլորտ, տեսեք, այնտեղ լինելու է մինչեւ 27 թվականի հուլիս ամիսը, այն ձեզ համար ավելի մեծ հնարավորություններ կբացի աշխատանքային թեմաներով, մեծ շրջապատի թեմաներով, օնլայն հարթակում բիզնես ստեղծելու, բավականին մեծ գումարներ աշխատելու, ինչու՞ չէ նաև շատ երազանքներ եւ նպատակներ իրականացնելու առումով։ Եվ սիրելիներս, վերջին իրադարձությունը խոսելու եմ ձեր գլխավոր մոլորակ Վեներայի մասին։ Նախ նշեմ, որ Վեներա մոլորակը 2026 թվականի ապրիլի 24-ին միանում է Ուրանի հետ վերջին անգամ։ Միանում է ինչու վերջին անգամ, որովհետև Ուրանը 84 տարին մեկ է փոխում իր նշանը եւ նշանակում է այս կյանքում այլևս մենք չենք տեսնի Ուրանին ցուլի ներքո եւ Վեներան Ուրանի հետ միանում է ցուլի ներքո։ Ձեր 8-րդ ոլորտում, սիրելի կշեռքներ, ուշադիր եղեք, ապրիլի 24-ին կամ նրա մոտակա օրերին ձեզ հնարավորություն կստեղծվի մեծ ֆինանսական ձեռքբերում ունենալու, շատ հանկարծակի, դա բաց չթողնեք։ Սակայն Վեներան 2026 թվականին ունենալու է նաև հետընթաց, որը ձեզ համար շատ կարևոր է, ինչու, որովհետև այստեղ այն ձեր նշանի ներքո է լինելու հետընթաց։ Դա տևելու է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 14-ը։ Սիրելի կշեռքներ, Վեներայի հետընթացը առավել եւս վատ է ազդում կշեռքների եւ ցուլերի վրա, որտեղ նրանց գլխավոր մոլորակն է, եւ այդ ժամանակահատվածում հիշենք հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 14-ը ոչ մի պլաստիկ վիրահատություն, ոչ մի գեղեցկության հետ կապված փոփոխություններ, կտրուկ փոփոխություններ, ամուսնության գրանցում, հարսանիք, նման բաներ չենք իրականացնում, որովհետև հետո շատ մեծ հիասթափություն կարող ենք ունենալ, երբ Վեներան լինի արդեն առաջընթաց։ Եվ բացի դրանից, ինչ որ շատ արժեքավոր իրեր նույնպես չենք գնում հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում։ Դե ինձ սիրելիներս, այսքանը մեր շատ սիրելի կշեռքների 2026 թվականի կանխատեսումների մասին կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ